2000-ից 2003 թվականներն էր, հստակ չեմ կարող ասել, ես հայտնվեցի փոքր կենտրոնում բնակարաններից մեկում, որտեղ նստած էին տարբեր երաժիշտներ ու ես չէի ճանաչում, չգիտեի ով է։ Բայց այդտեղ մի ֆանտաստիկ մարդ համախմբեց իր շուրջ շատ տաղանդավոր երաժիշտների ու ես սկսեցի լսել երաժշտություն, որը ինձ համար նոր էր, անհասկանալի ու անծանոթ, բայց ես հիմա եմ հասկանում, թե այդ օրերից արդեն ինչքան անցել, 20-25 տարի անցել ու եթե չեմ սխալվում, այդ ժամանակ ես լսում էի Crusade ալբոմի գործերն էին, որ մինչև հիմա ես լավ հիշում եմ։ Ճաշակով տղա ես շատ։ Այո, եւ հիմա եմ հասկանում, որ այո, այդ մարդկանց տանը հանդիպումները, այդ երաժշտությունը իմ մեջ շատ բան է ձևավորելու, փոխելու ու ես չէի մտածում, որ այսքան տարիներ անց ես այդ մարդու կողքին կնստած կլինեմ ու հարցազրույց կանեմ։ Ինչպես պատիվ ունեցել եմ մեկ անգամ հարցազրույց ունենալու։ Լավ, փետրվարի 26-ին ժամը 19-ին հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի դահլիճում տեղի կունենա Վահան Արծրունու համերգ ասուլիսը, որով կմեկնարկի երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու 60 եւ բեմական գործունեության 40-ամյակներին նվիրված հոբելյանական համերգաշրջանը։ Հոբելյանական տարվա եւ մասնավորապես առաջիկա համերգի մասին խոսում ենք մեր հյուրի հետ, մեր հյուրն է կոմպոզիտոր, երգիչ, մշակութային գործիչ Վահան Արծրունին։ Լույս Արավատի։ Բարև ձեզ, ինչպես եք։ Պատիվ ունենք։ Դե Կարենը հիշեց այն էպիզոդը, երբ որ մենք նոր հավաքվել ենք, իրապես դա 2000 թվականին առաջին համերգն էր եւ Կարենի հայրիկը Արտուր Մալիտվինը, ում հետ մենք արդեն իսկապես 26 տարի մենք աշխատում ենք բազմաթիվ նախագծերում, ոչ միայն պրոգրեսիվ երաժշտությանը վերաբերվող, այսինքն տարբեր ձևաչափեր, ընդհանուր միջև սիմֆոնիկային ձևաչափը եւ այո ճիշտ է, այդ տարիներին նոր սկսում էր, խմորվում էր ամեն ինչ, մենք ձայնագրում էինք Crusade ալբոմը, որը 2003-ին երկուսին լույս տեսավ Ֆրանսիայում եւ 2003-ին ճանաչվեց լավագույն տասնյակում պրոգրեսիվ խմբերի եվրոպական։ Իսկ դա ուղղակի մեզ համար ապշեցուցիչ ցուցիչ էր, որովհետև պրոգրեսիվ երաժշտությամբ Հայաստանում այն ժամանակ զբաղվում են ընդհանրապես երկու խումբ, Oxenham խումբը եւ պարզվեց, որ մենք, որովհետև մենք չգիտեինք, որ դա պրոգրեսիվ է, պարզապես արձագանք եւ ռևյուները, որոնք որ սկսեցին տպվել բազմաթիվ ամսագրերում եւ տարբեր երաժշտագետների գնահատմամբ, դա որակվեց որպես պրոգրեսիվ երաժշտություն։ Եվ քանի որ այսպես մենք Հայաստանում դժվար է ապահովել այսպես անընդհատ չընդհատվող ընթացք, մենք որոշեցինք այդ նախագիծը կոչել պրոգրեսիվ երաժշտության ակտ, այսինքն գործողություն։ Եվ պարբերաբար մենք ուրեմն այդ գործողությունը իրականացնում ենք, օրինակ անցած տարի մենք 3 համերգ ունեցանք պրոգրեսիվ ծրագիր, այսինքն հիմնականում գործիքային ծրագիր է, ոչ երգեր։ Եւ հիմքում այսպես ոչ թե երգային ձևն է, այլ երաժշտական պիեսի ձևն է, այսինքն 7-ից 12 րոպե տևող բավականին բարդ հարմոնիկ կառուցվածք եւ տեմպորիթմային կառուցվածք ունեցող երաժշտություն է, որը պահանջում է շատ բարձր կատարողական արվեստի մակարդակ, ինչին բոլոր մասնակիցները փայլուն տիրապետում են Արտուր Մալիտվինից սկսած, բասիստից ընդհանուր մինչև Նելի Մանուկյան ֆլեյտը։ Եվ քանի որ մենք խոսեցինք Crusade-ից, ուզում եմ հավելենք, եթե չեմ սխալվում, նաև այդ CD-ն, այդ ալբոմը ստացավ մրցանակ, չէ՞, Արտավոտ մրցանակաբաշխության ժամանակ որպես շապիկի լավագույն դա կոմիտաս 10 հայտնություններ։ Էլի, այսինքն 2002-ին երկու ձայնասկավառակ լույս տեսավ, իդեպ չնայած կամերային երաժշտությունը, բայց էլի Արտուր Մալիտվինի մասնակցությամբ, որովհետև բաս գիտար կարը արկա էր այդտեղ, այդ արդեն Միացյալ Նահանգներում եւ 2003-ին առաջին մրցանակաբաշխությունն էր հայկական Հայաստանում եւ այդ ալբոմը ճանաչվեց որպես տարվա ալբոմ, լավագույն ալբոմ։ Իսկ 2004-ին արդեն Միացյալ Նահանգներում այն ժամանակ նույնպես անցկացվում էր համահայկական մրցանակաբաշխություն, այդտեղ էլ 2 մրցանակ ստացավ, այո։ Հրաշալի է։ Այսպես որ հետ հայացք եք գցում ձեր կարիերայում ամենաբեկումնային պահը որն է եղել ձեզ համար։ Որպես արվեստագետի ինքնության ձևավորման պահ, որպես այդպեսին։ Նո, գիտեք, այսինքն շատ նման պահեր են եղել։ Իհարկե առաջին ինչի մասին կուզեի խոսել, դա իհարկե
հաղորդակցություններ Կոմիտասյան պոեզիայի հետ, որովհետև այդ փոքր գրքույկը, որը հրատարակվեց 69 թվականին, ես դեռևս 4 տարեկան էի, բայց միշտ կարտան, այսինքն միշտ աչքից առաջ էր, որտեղ թերթում էի, շատ հետաքրքիր գծանկարներ կային այդտեղ, բացի Կոմիտասյան բանաստեղծությունից եւ այսինքն դա նախապայմանն էր, որ հետագայում, այսինքն հենց այդ գրքույկի բանաստեղծություններից 10-ի հիման վրա ես գրեցի Կոմիտաս դասարակություն շարքը։ Սա նաև Արթուր Մեշյանի հետ հանդիպումը, հետագայում այլ որ ես սովորում եմ կոնսերվատորիայում Գոհար Գասպարյանի դասարանում, այն որ մենք շատ այսպես արդյունավետ ստեղծագործական ընկերություն ենք անում Ռազմիկ Դավոյանի հետ, որի բանաստեղծությունների հիման վրա նույնպես ես շարք ունեմ։ Եվ այսպես շարունակ, այսինքն իրականում ես դա կարիերա չի ուզենա այդ բառը օգտագործել, դա ճանապարհ է։ Ստեղծագործական ուղի։ Այսինքն ես հետ նայելով, ինչպես ասում եք, նման ուրեմն էպիզոդներով եւ նման նշանային իրադարձություններով եմ ժամանակը իրականում չափում, որովհետեւ այդ 40 տարին ես չեմ զգում, բայց ես տեսնում եմ այն կարևոր հանգրվանները, որոնք որ այդ ճանապարհը ձևավորել են։ Շնորհակալություն, շատ լավ հարց տվիք։ Պարոն Արտուն, մենք ճիշտ ասած շատ հարցեր ունենք, որոնք կուզենք ձեր ուղղել ու եւ 15 րոպեն չի բավականացնի։ 2 ժամ մնայինք եթերում, բայց եկեք այսպես ասած չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հա, որովհետեւ ֆանտաստիկ համերգների շարք է սպասվում, նաեւ նոր ձևաչափով։ Դե առաջին համերգը ամսի 26-ին է, այսինքն 2 օրից հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստան սրահում, սա այսպես ես միշտ կատակում եմ, ասում եմ խսմաթով տեղ է ինձ համար, որովհետև իմ բոլոր մեծ պրոյեկտները, այսինքն եւ Մաշտոց Կոմիտաս եւ Կոմիտաս երաժիշտ եւ բանաստեղծ մեկնարկել են այդտեղ եւ ինձ համար շատ խորհրդանշական էր, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաեւ միության 120-ամյակն է այս տարի։ Այսինքն սա 120-ամյակի առաջին երաժշտական միջոցառումն է, որ պետք է կատարվի այդ դահլիճում եւ դա նաեւ ինձ համար մեծ պատիվ է։ Եվ ձևաչափը ինքը այսպես ես ինքս ինձ համար հորինեցի համերգ ասուլիս, այսինքն համերգի մոդերատորը լինելու, շատ փորձառու երաժշտագետ եւ հեռուստատեսային եւ ռադիո լրագրող Ալիսա Քալանթարյանն է լինելու, վարելու է այդ ընթացքը եւ բացի հանդիսատեսից նաեւ մենք հրավիրել ենք այն լրագրողներին, որոնց հետաքրիր է այդ թեման եւ համերգի ընթացքում բացի երաժշտական բաղադրիչից նաեւ լինելու է ազատ շփման, տեղեկություններ հաղորդելու եւ հատկապես լրագրողների հետ շփվելու հնարավորությունը։ Այսպես պիտի փորձենք նայենք ինչ է ստացվում։ Այսինքն լրագրողներն են միայն իրենք հնարավորություն ունեն հարցեր ուղղելու, թե այսինքն ցանկացած հանդիսատես կարողանա առնչվել, այսինքն ինքը այնպես է սարքած ձևաչափը, որ Ալիսան ոչ թե բեմից է մոդերացիան անելու, այլ ինքը հենց հանդիսատեսի դահլիճում է լինելու, մի խոսքով բոլոր ճակերտները չբացեն։ Պիտի ասեմ, որ արդեն բոլոր տեղերը ամրագրված են եւ այսինքն 3 օր շուտ արդեն փակվեց այդ ինտերնետային հնարավորությունը, բայց դրանից զատ նաև լինելու են 6 տարբեր ուրեմն մշակութային օջախներում համերգներ, կամերային երաժշտության տանը, ֆիլհարմոնիայում հայկական օպերային թատրոնում լինելու է ամենամեծ համերգը, համազգային թատրոնի բեմում, գիտեք նոր շենք են ստացել, ֆանտաստիկ բեմ եւ համերգներից մեկը լինելու է այդտեղ։ Եվ այսպես շարունակ, այսինքն եւ կամերային երաժշտության տանը 2 համերգ է լինելու Կոմիտաս երաժիշտ եւ բանաստեղծ նախագիծը եւ Մաշտոց Կոմիտաս նախագիծը ազգային կամերային նվագախմբի եւ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ։ Մի խոսքով ես բաժանեցի ըստ ժանրերի, որովհետեւ իմ հետաքրքրությունները այս 40 տարվա ընթացքում բավական է այսպես իրարից տարբերվող ժանրային ուղղություններով են դրսևորվել եւ միակ համերգը, որի ընթացքում ամբողջ սպեկտրը պետք է ներկայացվի, այսինքն հոգեվոր երաժշտությունից ընդհուպ մինչև սիմֆոնիկ եւ սիմֆոնիկ երաժշտություն, դա լինելու է
համերգ օպերային թատրոնում, դեռևս ես չեմ կարող հրապարակել ամսաթվերը, բայց մոտակա 5 ամիսների ընթացքում այդ ամբողջ տեղեկությունը մենք ուրեմն տրամադրելու ենք հասարակությանը։ Պարոն Արծրունի, ձեր երաժշտության մեջ մշտապես զգացվում է այդ ինտելեկտուալ դիմադրությունը, փիլիսոփայական խորքը, որպես այդպեսին, այսօր հայ մշակութային դաշտում կա պահանջ նման բովանդակության նկատմամբ։ Գիտեք, նման պահանջ կա կրթված հանրույթի մոտ։ Այսինքն, եթե դիտարկենք եւ փորձենք բաժանել, ընդհանուր հանրությունը, այսպես զանգվածային ճաշակի դրսևորման իմաստով եւ ընդհանրեն բովանդակային այսպես որոնումների, կամ գեղագիտական որոնումների իմաստով իրանք խիստ տարբերվում են իրարից, որովհետեւ զանգվածային մշակույթը իր օրինաչափությունները ունի, այսինքն այստեղ գլխավորը ժամանցն է եւ այսինքն թե ֆորմայի տեսակետից այդ ժամանցը ինչով է ապահովելու եւ բարձր տրամադրությունը այդքան էլ էական չի, դա կարող է իտալական այսպես երգ լինել, ռուսական շանսոն լինել կամ հայկական ռաբիս։ Այնինչ վերաբերում է բովանդակային դիրույթին, այդտեղ շատ ավելի այսպես գեղագիտական իմաստով շատ ավելի նեղ տարածություն է, այստեղ տեղավորվում է ակադեմիական երաժշտությունը, ջազը, ռոք երաժշտության որոշակի տեսակներ, պրոգրեսիվ երաժշտությունը օրինակ եւ իհարկե այն ինչի մասին որ դուք հարցրեցիք, այսինքն փիլիսոփայական խոհը եւ բանաստեղծական բանաձևումը, այսինքն այն հատվածը, որը կառուցվում է երաժշտության եւ գրականության խաչմերուկի վրա, այսինքն բովանդակային երգը։ Եվ այդ իմաստով իհարկե ես պիտի համաձայնվեմ ձեզ հետ, այդ խորությունը փիլիսոփայական եւ գեղագիտական մաքրությունը առաջին հերթին պայմանավորված են Ռազմիկ Դավայանի բանաստեղծությամբ եւ Կոմիտասի բանաստեղծություններով։ Այդ իմաստով ես շատ հանգիստ եմ, որովհետեւ իրենք ուղղակի կատարելությանը մոտ տեսակներ են գրական։ Եվ ինձ մնում էր ընդհանրապես որսալ այդտեղից երաժշտություն եւ երգ դարձնել։ Պարոն Արծրունի, այսօր մենք տեսնում ենք հերթեր ռեստորանների մոտ, հերթեր ենք տեսնում Սթիվ Ջոբսի արտադրանք ապառիքով գնելու հերթեր եւ ավելի ուրախալի ու կարևոր փաստ, որ մենք տեսնում ենք հերթեր թատրոնների մոտ, հերթեր ենք տեսնում դասական համերգների համար մարդիկ զանգում են եւ ոչ թե ասում են արի գնանք միտեղ սրճարանում նստենք, ասում են չէ, շատ թույն համերգ կա, արի գնանք միասին։ Դուք նկատում եք այդ տարբերությունը, այդ աճը։ Իհարկե։ Դե ես նայեք 8 տարուց ավել արդեն հանրային ռադիոյում վարում եմ երաժշտական եռանկյունի հաղորդումը, որը շաբաթը 2 անգամ է հեռարձակվում եւ այսինքն նպատակը այդ հաղորդման հասարակությանը ներկայացնել այն ստեղծագործողներին եւ երաժիշտներին, որոնք որ գործում են առաջին հերթին բովանդակային երաժշտության հատվածում։ Եվ այդ իմաստով նայեք 700-ից ավել արդեն հաղորդում է եթեր գնացել եւ 500-ից ավել մասնակից է եղել։ Այսինքն մենք հսկայական ռեսուրս ունենք, այսինքն որը եւ մասնագիտական առումով, եւ գեղարվեստական առումով, եւ գեղագիտական առումով, եւ բովանդակային առումով ուղղակի ներկայացնում է հարստությունը ազգային։ Ուրիշ բան, որ այսինքն հասարակությանը տեղեկացնելու խողովակները որոշ պարագաներում այդ տիրույթի պարագայում հատկապես այսպես կատարյալ չեն, այսպես ասեմ։ Այսինքն հարթակներ, որտեղ կարող է հնչել այդ երաժշտությունը եւ որտեղ կարող են երևալ այդ կոմպոզիտորները, այդ կատարողները, այդքան էլ շատ չեն։ Ավելին ասեմ, օրինակ այս ֆորմատի հաղորդում, որը ես եմ վարում, երաժշտական եռանկյունին, որը հնարավորություն է տալիս ընդհանրեն կոմպոզիտորին խոսելու եւ ռադիո լսողին բացի խոսքից նաև լսելու նրա ստեղծագործությունները հանրային, то есть ոչ թե հանրային, այլ հայաստանյան ռադիոյում ուղղակի գոյություն չունեն։ Եթե նկատել եք կամ երաժշտությունն է հնչում, կամ ընդհանրեն երաժիշտը խոսում է եւ դու սպասում ես լավ, շատ հետաքրքիր խոսեց, իսկ երբ եմ լսելու նրա երաժշտությունը։ Այսինքն ֆորմատները թույլ չեն տալիս ամբողջական տպավորություն կազմել երևույթի
նկատմամբ եւ դրա պատճառով էլ այսպես մի տեսակ բևեռացում կա, այսինքն զանգվածային ժամանցային երաժշտության սիրահարները եւ ավելի բովանդակային ենթարեք դասական երաժշտության, ակադեմիական երաժշտության հարող հետաքրությունները եւ դրա պատճառով էլ այո, այսինքն նայեք դուք թվարկեցիք այն վայրերը, թատրոնները, ենթադրենք համերգային դահլիճները եւ այլն, որտեղ հիմնականում այդ զանգվածային մշակութային իրադարձությունները չեն լինում։ Չէ, այսինքն թատրոններում հիմնականում այսինքն դասական պիեսներ են խաղում կամ ժամանակակից պիեսներ, իհարկե կա նաեւ այսպես ժամանցային թատրոնի տեսակ Հայաստանում, դա նորմալ է։ Բայց այն ինչ որ դուք ներկայացրեցիք Կարեն, իրականում բան է, ցուցիչն է նրա, որ նման բևեռացում հատկապես մայրաքաղաքում կա։ Նաև կա հավասարակշռող, այսինքն միտումներ, օրինակ Կապանի դասական երաժշտության փառատոնը կամ ենթադրենք, եթե թատրոններն են դիտարկում, այդ այսինքն նույն Կապանի թատրոնը, Գյումրիի թատրոնը, այսինքն ինքը հավասարակշռվող այսպես տիրույթ է, ընդհանրապես մշակույթը ինքնամաքրման այսպես բան ունի, հսկայական ներքին պոտենցիալ։ Պարզապես հանդիսականը պետք է մի քիչ ուշադիր լինի եւ իր հետաքրությունները ճիշտ ժամանակին գտնի։ Պարոն Արտունի, շնորհակալ ենք շատ, իրականում ցավոք սրտի, մենք ամենասկզբում նշեցինք, որ մեր ֆորմատն է այդպեսին, մենք շատ ժամանակ չենք կարող տրամադրել։ Շնորհակալություն, որ առօրը սկսեցիք մեզ հետ, ես վստահ եմ, որ կրկին ձեզ կհյուրընկալ ենք մեզ մոտ, որովհետեւ մեծագույն հաճույք էր մեզ համար։ Ինձ համար էլ էր մեծ հաճույք, շնորհակալ եմ ձեզ ինտելեկտուալ մարդու հետ խոսել արտիստի։ Ձեզ լավ եթեր եմ մաղթում, անխափան եթերներ եւ իհարկե կհանդիպենք եւ ելի կշարունակենք այս թեմայով խոսել։ Մենք սիրով կսպասենք։ Եվ մեկ անգամ իջեցնենք մեր հեռուստաեթերում փետրվարի 26-ին ժամը 19-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի դահլիճում տեղի կունենա Վահան Արծրունու համերգ Ասուլիսը, որով կմեկնարկի երգիչ կոմպոզիտոր Վահան Արծրունու 60 եւ բեմական գործունեության 40 ամյակներին նվիրված հոբելյանական համերգաշրջանը։ Մեր հյուրն էր կոմպոզիտոր, երգիչ, մշակութային գործիչ Վահան Արծրունին։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Մնացեք մեզ հետ, խոսելու ենք թատրոնից, ֆանտաստիկ ներկայացում, տաղանդավոր դերասաններ, ովքեր, ինչի մասին, երբ կիմանաք վայրկյան նրանց։